Նրա կարողությունը գերազանցում է 720 միլիոն դոլարը, բայց նա դրանք չի ծախսում ճոխությունների վրա։ Նա ուտում է հասարակ սնունդ, երբեմն էլ սրճարաններից մնացած ուտելիքը։ Միակ օրը տարվա ընթացքում, երբ նա իրեն ինչ-որ առանձնահատուկ բան է թույլ տալիս, դա նրա ծննդյան օրն է, երբ նա ինքն իրեն բուրգեր է գնում։ Նա չի վարում թանկարժեք մեքենաներ, չի կրում բրենդային հագուստներ եւ տեղաշարժվում է ոդքով կամ հեծանիվով։ Նրա ընտանիքը ապրում է Լոս Անջելեսի փոքրիկ համեստ տանը, առանց դիզայներական կայույքի կամ շքեղ վերանորոգման։ Ամեն ինչ այնտեղ պարզ է եւ համեստ, ասես նա երբեք կարողություն չի ունեցել։ Հարց է առաջանում, իսկ որտեղ է նա ծախսում իր գումարները։ Չնայած յուրաքանչյուր նախագծից ստացած հսկայական հոնորարներին, նա փողը կյանքի նպատակ չի համարում։ Նա ավելի քան 110 միլիոն դոլար ուղղել է հիվանդանոցների կառուցմանը, որպեսզի աղքատ ընտանիքների երեխաները որակյալ բուժօգնություն ստանան։ Եվս 85 միլիոն դոլար տրամադրել է արվեստի եւ կրթության ծրագրերին, որպեսզի տաղանդավոր երեխաները հնարավորություն ունենան սովորել երաժշտություն եւ դերասանական վարպետություն։ Բացի այդ, նա 60 միլիոն դոլար է հատկացրել տարերային աղետներից տուժածներին, ֆինանսավորելով սննդի, դեղորայքի, ինչպես նաեւ տների վերանորոգման համար։ Նա կարող էր ապրել շքեղության մեջ, բայց ընտրել է այլ ուղի։ Նրա համար փողը ոչ թե հարստության միջոց է, այլ հնարավորություն փոխելու աշխարհը։ Չենք մոռանում բաժանորդագրվել Նարեկ Դեմիրճյան էջին։ Շնորհակալություն։